Ալիևը կրկին նորից եւ եւս մեկ անգամ նոյեմբերի 9-ի իրենց համար հաղթանակի, իսկ մեր համար հայկական տարածքների զավթման օրվա կապակցությամբ հանդես է եկել սադրիչ, ագրեսիվ եւ բացահայտ հակահայկական հայտարարություններով։ Մեր երիտասարդությունը 44 օր շարունակ թշնամու կրակի տակ առաջ շարժվելով ազատագրեց մեր պատմական հողերն օկուպանտներից։ Ալիևը չի կորցնում որևէ առիթ հիշեցնելու Ադրբեջանի իր ձևակերպման փառավոր հաղթանակի մասին։ Ստահոդ պնդումներ անում, թե Հայաստանն իբր սպառնում էր Ադրբեջանի նոր պատերազմով։ Մինչդեռ 2020-ից առաջ իր կառավարման բոլոր տարիներին ինքն է պարբերաբար սպառնացել պատերազմով։ Իսկ հաջորդ տարիներին Հայաստանից հնչող խաղաղության ուղերձներին նույն կերպ պատասխանում է միայն միջազգային, հատկապես եվրոպական հարթակներում։ Իսկ թյուրքական կամ իսլամական պետությունների կազմակերպություններում դարձյալ կիրառում թշնամիներ, օկուպանտներ, անջատականներ բառերը։ Երևանյան սրճարանների կենցաղային զրույցները հիմք են ծառայել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր նախաստորագրած Ալիևի համար կրկին ծաղրելու հայերին։ Նրանք ասում էին, թե իրենց տանկերը լինելու են Բաքվի փողոցներում, թե Բաքվում թեյ են խմելու։ Իրականում նրանց երազանքներն իրականացել են, մենք դրանք կյանքի ենք կոչել։ Նրանց տանկերն այսօր ցուցադրված են ռազմական ավարների պուրակում, իսկ հայկական ռազմատենչ հանցագործները այսօր կանգնած են Բաքվի դատարանի առաջ եւ ադրբեջանական թեյ են խմում քնչական մեկուսարանում։ Այս ցուցադրական տոնակատարությունը, որը խորհրդանշում էր արդեն 3 տասնամյակ ատելությամբ եւ վրեժով սնված ադրբեջանական հասարակության չակերտավոր հաղթանակի օրը, հրավիրված էր նաեւ նրանց եղբայրական ազգի առաջնորդ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Թյուրքալեզու աշխարհի հոր եւ առաջնորդի դերին հավակնող Էրդողանը հայտարարել է, որ այս օկուպացիան թյուրքական բոլոր երկրների համար հպարտության առիթ է, այդպիսով ակնարկելով, որ Ալիևը միայնակ չի հաղթել 44-օրյա պատերազմում։ Ադրբեջան օրդուսունun Ադրբեջանական բանակի յուրաքանչյուր քայլ Ղարաբաղի հողերում ազատության եւ արժանապատվության համար թափված յուրաքանչյուր կաթիլ արյունը դարձել է պատվի խորհրդանիշ եւ ոսկե տառերով գրանցվել է մեր ընդհանուր պատմության, թյուրքական աշխարհի պատմության էջերում։ Պակիստանը, որ Հայաստանը չճանաչող միակ պետությունն էր մնացել եւ դա արել միայն 2 ամիս առաջ, նույնպես հրավիրված էր շքերթին։ Բաքու զինվորական շքերթին մասնակցելու էր եկել մի ամբողջ պակիստանյան զորախումբ։ Վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը իր եղբոր Իլհամ Ալիևին դիմելով հայտարարել է, թե այժմ դուք հաղթում եք խաղաղությունը, չցանկանալով լսել նրա հոխորտանքն ու սպառնալիքները, թե եթե ինչ-որ մեկը փորձի որևէ գործողություն կամ սադրանք ձեռնարկել Ադրբեջանի դեմ, չարաչար կզղջա։ Պակիստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան 3 եղբայրներ են, որոնց սրտերը բաբախում են միասին։ Ամբողջ աշխարհը հիացմունքով ականատես եղավ, թե ինչպես Ադրբեջանի Քաջարի զինված ուժերը ազատագրեցին Ղարաբաղը եւ այդ ողջ պայքարի ընթացքում Պակիստանը ժայռի պես կանգնած էր եղբայրական Ադրբեջանի կողքին։ Ալիևն ու Էրդողանը հենց այսպիսի հպարտությամբ են նայում ադրբեջանական նոր զինատեսակներին։ Դրանցից է Վիկինգ շարժական հակաօդային համալիրը, որը նախատեսված է ինքնաթիռների կամ դրոնների դեմ պայքարի համար։ Կայրանավակը, որը անօդաչու կամիկաձե մոտորանավ է եւ նախատեսված է հակառակորդի ծովային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։ Hero 120 անօդաչու թռչող սարքը կարող է երկար ժամանակ պտտվել օդում եւ անհրաժեշտ պահին հարվածել թիրախին։ Sky Striker Block 4-ը թռչող ռումբ է, ինչպես Hero 120-ը, բայց ավելի արդիական տարբերակով։ Icebreaker-ը թեվավոր հրթիռ է հարվածելու համար հեռավոր թիրախներին, ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում։ Predator Wolf-ը օպերատիվ մարտավարական հրթիռային հեռավար համակարգ է։ Նոր ռազմական բեռնատար ինքնաթիռները օգտագործվում են զինվորների, զենքերի եւ տեխնիկայի տեղափոխման համար։ GF-17 կործանիչները բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռներ են, որոնք արտադրում են Պակիստանը եւ Չինաստանը համատեղ ծրագրով։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել եւ ցուցադրել հայ զինվորների նոր ընկերոջը՝ հետախուզական շնիկին։ Մեկ օր առաջ էլ հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիները կարող են կազմել 50 հոգանոց խմբեր եւ տեսնել Հայաստանի վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան։ Պայմանը գաղտնիությունը պահպանելն է։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։